Մայրաթորին դատի տված երկու նախկին քահանաներ, որ կարգալույծ էին հռչակվել վեհափառի տնօրինությամբ, կարող են վերադառնալ քահանայական գործին ու այն եկեղեցիները, որտեղ հովություն էին անում։ Արմավիրի մարզի երկու դատավորներ նույն որոշումն են կայացրել։ Հայցի ապահովման միջոց են կիրառել մինչև վերջնական դատական ակտ լինի։ Եկեղեցուն պարտավորեցնում են ամբողջությամբ ու առանց խոչընդոտի ապահովել Ստեփան Ասատրյանի նախկին տերարամ քահանայի պաշտոնավարումը որպես Հովանավանքի հոգևոր հովիվ, իսկ Արամայիս Թախմազյանին տեր Թադէ քահանային Թալինի հոգևոր հովվի պաշտոնում։ Կարգալույծ հռչակված երկու նախկին քահանաները խորաններից չէին էլ հեռացել, ինչպես Փաշինյանն ու թիմակիցներն էին հայտարարում, Գարեգին II որոշումը ոչինչ չի նշանակում։ Կարգալույծ եղած կաթողիկոսին չի կարող Նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը հենց Հովանավանքում էր, որտեղ պատարագում էր դեռ հոկտեմբերից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը, որ դատարաններն արդեն ստանձնում են կրոնական դավանաբանական վեճեր լուծողի դեր, սկզբում փաստաբաններին զարմացնում էր, հիմա ոչ։ Ամեն անգամ մենք ոչ ենք զարմանալու էլ, հիմա ունենք էլ ինչ ունենք, դատարաններն են կատարում, ուրեմն հանրապետության վարչապետի կողմից նախաձեռնված այդ անհասկանալի հակաեկեղեցական արշավի որոշակի գործառույթների։ Հայցի ապահովման միջոց կիրառելը փաստաբան Հարությունյանը նույնպես խնդրահարույց է համարում։ Եթե դու պահանջում ես ինձ վերականգնի աշխատանքի, հայցի ապահովման միջոցը չի կարող լինի հիմա վերականգնի աշխատանքի։ Չի կարող համընկնել հայցի ապահովման միջոցը հայցադիմումով պահանջվողի հետ։ Իրեն կարգալույծ հռչակելու հարցը դատարան հասցրած Արամայիս Թախմազյանը տեր Թադէ քահանան ոչ մի արտարոց բան չի տեսնում։ Այո, դատարանը կարող է պարզել ինքն իրավունք ուներ պատարագի տեքստից վեհափառի անունը զեղչել, թե ոչ։ Ընդհանրապես քահանայական կարգից իրեն զրկելը որքանով էր իրավաչափ։ Ով քնի, լավ, ես ում դիմեմ։ Ասեք մի մարմին, որին ես դիմեմ եւ ակնկալեմ արդարադատություն։ Ըստ դարերով եկած ավանդույթի հենց եկեղեցական մարմիններն են քննում այս հարցերը։ Աշխարհիկ դատարաններում երբևէ քահանայական օծման հարցեր չեն քննարկվել։ Չի աշխատում։ Մոռացեք, չի աշխատում։ Այդ մարդու կամքն են կատարում։ Չի աշխատում։ Այս եկեղեցին սարքել են չգիտես ինչ։ Դուքյան են սարքել։ Մերսիսյան աստվածաբանություն են հորինում։ Հասկանում եք իրեք աբսուրդը։ Ինչ հիմարություն են գրել, հերձվածողի եմ հարում, չգիտեմ ինչի եմ հարում, այսինքն հասկանում եք այն որ ուզում է վիրավորած լինի, ուզում է ցավեցած լինի, ես ինչ ասես, ես փորձում են տեղավորել, վարկաբեկել է եկեղեցին, հայտնի դասական խոսք, ասում է իրոք։ Իրավաբան Վարազդատ Հարությունյանն ասում է, կարգալուծության հարցը դատարանում քննելը նույնն է, թե մեկը դատարանից պահանջի օրինակ իրեն եպիսկոպոս օծել։ Ինչքան կարելի է անլրջացնել այն ավանդույթներն ու տրամաբանությունը, որը առաքելական սուբյեկտիվացու գործունեության հիմքում է դրված։ Քահանայական օծում ու ձեռնադրում հոգևորականները ստանում են Մայրաթորում, եկեղեցական հատուկ կարգով։ Պետական որևէ կնիկ, փաստաթուղթ, աշխատանքային պայմանագիր քահանաների համար գոյություն չունի։ Քահանայական կարգից էլ զրկվում են կարգապահական հանձնախմբի քննարկումից հետո վեհափառի տնօրինությամբ։ Դատաքննությունը զավեշտի կվերածվի, Վարազդատ Հարությունյանի կարծիքով։ Իրավական ֆանտազիան հասցնի նրան, որ օրինակ աստվածաբան փորձագետ բերեն դատարան հարցաքննեն, հա։ Մեր արդարադատությունը այս պահին ունի անկախություն եւ ժողովրդի մեջ վստահություն։ Նախկին տեր Թադէ քահանան պնդում է, որևէ հոգևոր ու դավանաբանական հարց չկա իրեն կարգալույծ անելու վճռի հիմքում, միայն կամայականություն է։ Շուրջ 100 հոգևորական կարգից զրկվել ու տուն է գնացել, ինքը մտադիր չէ։ Ես համաձայն չեմ եղել, որովհետեւ ես իմ արարքների մեջ որևէ հակաեկեղեցական ընթացք չեմ ունեցել։ Ինձ դատել են մեծ բանի համար եկեղեցում, դատողություն ունենալու համար, որ ես դատողություն եմ արել։ Արմավիրի դատարանի այս նոր որոշումներին Մայրաթորից դեռ չեն արձագանքել։ Մտադիր է վեհափառը նախկին քահանաներին վերադարձնել իրենց քահանայական կարգին։ Հայտնի չէ։ Հայտնի է այն, որ մեկ այլ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործով ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրյալ է 6 եպիսկոպոսների հետ։